Ժամանակ շատ ուժեղ տարված էի ձեն բուդիզմով և ուզում եմ հարցնեմ այդ քո հոբի ասեմ, թե հենց կրոնամտածողություն, թե ինչպես արտահայտվում արվեստում, այսինքն այդ կապը կրոն և արվեստ։ Տենց ուղղակի կապ իհարկե չկա, ձենը մի հատ շրջան էր, որ ինձ թվում է մարդկանց այն տեսակները, որոնք ինչ-որ այդ տեսակ շրջաններ են ունենում, ինչ-որ բաներ փորձում են հասկանալ, հենասյուներ են որոնում աշխարհում։ Այդ տեսակ անխուսափելի այդ տեսակները մի օր հանդիպում են ձենին, որը ամենահանճարեղ համակարգերից մեկն է, որ ընդհանրապես ստեղծվել է կամ եղել է կամ չգիտեմ ինչ։ Ինքը տենց ուղղակի ազդեցություն մանավանդ իմ արածի մեջ համարյա թե չի ունեցել, որովհետև եթե ուզում ես իմանաս պարադոքս կա, հակառակ է, ինչ որ ես անում եմ հակաձենական այլ բնույթ։ Դեմա ձենին, որովհետև ձենը չի սիրում այդ տեսակ մտածած եւ այլ արված, չգիտեմ ինչ արած։ Այս խնդիրը այդ չի, ձենը ինքը իր բնույթով շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ մի բան է, բայց ոնց որ մնացած բոլոր բաները ոչինչի վրա սևեռվել պետք չի, որովհետև սևեռվում ես այն ժամանակ, երբ որ ասում ես վերջ, լիմիտը պրծավ ու ես արդեն ձեն բուդդիստ եմ սրանից հետո, հա ինձ իմ հետ հաշվի նստեք որպես ձեն բուդդիզմ, չկա այդ տեսակ բան։ Այսինքն ընդհանրապես ոչինչում դու չես ընդունում սահմաններ։ Ես ճիշտն ասած այդ մի հատ ճանապարհ, որ իմ նման անցել են շատ-շատերը իմ տարեկիցներից է, շատ գիտեմ հազարում ուսմունքների, դպրոցների, փիլիսոփայական, չգիտեմ ինչերի միջոցով, վերջին հանգրվան է, այսպես ասած, որ եղավ հենց ձենից հետո իմ իջայլոց հենց շատ հետաքրքիր մի հատ վիճակ սկսվեց, որ ես ուղղակի հասկացա, որ չկա ավելի մեծ բան, քան քրիստոնեություն։ Մարդը ոնց որ թե կրկնում է մի կյանքի process-ում որոշակի տենց աշխարհայացքային բաների միջով անցնում։ Իհարկե, այդ ամեն ինչի վերջում ամեն մեկի մոտ մնում է մի հատ որոշակի տենց փոփոխվող, բայց ստրուկտուրա, բայց ոչ տենց շտամպ ստրուկտուրա, որը տենց դրված է օրաշ դոգմա, բայց մնում է շատ հետաքրքիր տենց նստվածք, որը հենց կոչվում է դառնում այդ մարդ, իր կերպարը, իր աշխարհը, իր իսկ տենց շատերս բավական բան ենք հավաքել տարբեր տեսակի համակարգերի միջով եւ ես ուրախանում եմ, որ հիմա էլ որ հանդիպում եմ երիտասարդների, որոնք նորից սիրում են այդ աշխարհը, հարգում են այդ աշխարհը կամ տարված են ինչ-որ մի հատ տենց ինդուիստական բանի վրա ոգևորվում են, ես ուրախանում եմ, որտեղ այդ տեսակ մարդիկ ես զգում եմ, որ ինչ-որ լավ տեղ են գնում։ Իրանք մտածող են, իրանք հետաքրքիր փուլի մեջ են գոնել։ Հա, իրանք ճանապարհի վրա են։ Իսկ այդ ճանապարհի առումով մի հատ հանճարեղ բան կա հենց այդ նույն համակարգերի մեջ, որ ասում են, որ եթե դու ոտ դրեցիր այդ ճանապարհի վրա, դու ընդդեղից չես կարող հետ գալ։ Ինքը քեզ տանելու է։ Մի խոսքով դու սկի քաղաքի տղա չես Միքո։ Երևի։ Այդ քաղաքի ու գյուղի պատմությունն էլ հետևյալն է, որովհետև գիտես ինչ կա շատերս դու լավ կհիշես, որ կամ չես հիշի։ Մի ժամանակ տենց շատ են խոսում քաղաքում, որ բնություն, բան եւ այլ, լիքը լավ տղեր գիտենք, որ ուշքնումիքներն է դա, որ դուրս են գալիս, թափառում են եւ այլ, շատ ամեն ինչը լավ է։ Բայց իմ մոտ օրինակ տենց բան եղավ, որ տենց քայլ կատարվեց դեպի իրոք գյուղ, այսպես ասած, որը պայմանական գյուղ է, շատ պայմանական։ Մի 10 տարի, 11 տարի առաջ, եթե ինձ հարցնեն, ինչ ես մտածում, ոնց ես ուզում ապրել, ես կասեի, տենց մի հատ տնտեսություն լիներ, բան ապրեի իմ համար, հանգիստ գործ անեի, չգիտեմ ինչ, հետո մի օր չհասկացա ոնց եղավ, որ այդ ամեն ինչը սկսեց ռեալիզացվել։ Այսինքն, գիտես ինչ, ստեղ նույն նշանի պատմության նման, երբ որ դու ինչ-որ բան կարևորում ես, ինքը սկսում է ընթացքում իրականանալ։ Ստոպիտ։ Նփակում կազմակերպել էր ռոք համերգ, մեծ բանի, համերգ չէր, փառատոն էր, մի ամբողջ օր։ Բայց ես գիտեմ, որ դու մի ժամանակ կարծես ջազով էիր տարված, ինչ-որ փոխվել է, ինչ-որ բան։ Դե այդ նորվա ասած բանի շարունակությունն է, որ ժամանակը անցնում է, ինչ-որ բաներ փոխվում է, մտնում ես այս վիճակի մեջ, ընդ որում բնականաբար այդ նույն ջազից առաջ էլի նորից ռոք էի լսում։
Ուղղակի մի օր սկսեցի հասկանալ, որ ջազի հիմնական բանը, շերտերը նստած են բանի վրա, վայելումի, այսպես ասած, թեկուստախուր վայելումի։ Ռոքի մեջ կա բողոք, ռոքի մեջ կա կռիվ, ռոքի մեջ կա անհանդուրժողականություն, բան իմաստով, դրական իմաստով։ Ռոքերները ամենատարօրինակ բան, ամենաբարի մարդիկ են։ Արտակուստ այդքան չար թվալով, ջղային եւ այլ, իրականում ամենանորմալ երեխեքն են։ Իսկ այդ վերաբերում այդ փառատոնին ես չէի ուզում եւ միշտ ասել եմ, որ ինքը փառատոն չի, մեծ համերգ է, մի պատճառով, որ Հայաստանում դարել է տենց մի հատ տոն, ժամանակ առ ժամանակ անելու ռոք փառատոներ, երբ որ չկա ռոք միջավայր։ Մենք խոսում էինք մի անգամ այդ արտ մենեջմենտի մասին։ Բոլոր ասպարեզներում արվեստի մեջ առավել եւս, որտեղ այն մյուս մենեջմենթը ինքը ապահովված է, որտեղ ինքը բերում է եկամուտ, ինքը ստեղծում է մարդկանց, որոնք այդ եկամուտը պետք է ստեղծեն կամ չգիտեմ ինչ անեն։ Արվեստի պարագային, մանավանդ այն տեսակ գործերի մեջ, պրոցեսների մեջ, որտեղ չկա շահույթ։ Հայաստանում կա շատ մեծ վակուում, դատարկություն մարդկանց, որոնք կայացնում են պրոյեկտները, իրականացնողներ։ Մենք ունենք լիքը փայլուն մտածողներ, որոնք կարող են օրը 10 հատ հետաքրքիր եւ 1 հատ փառահեղ իդեա ունենալ, բայց մենք ունենք մոտավորապես 2-3 հոգի, որոնք էներգիա են դնում դրանց իրականացման համար։ Այսինքն այդ վակումը կա իրականության մեջ։ Դու աշխարհը այսպես ես ընկալում, ես այսպես, բայց անհանդուրժողականություն է։ Հա, այստեղ շատ կարևոր խնդիր կա մշակույթների կամ աշխարհընկալումների, աշխարհայացքների մեջ երկու հնարավոր սիտուացիաների, մինիմում երկու, զուգահեռ եւ ուղղահայաց։ Հանդուրժողականություն հասկացողությունը հարաբերական է։ Խոսքը գնում է զուգահեռ մշակույթների մասին։ Երբ որ ես ինչ-որ բանի վերաբերվում եմ շատ հանգիստ, այսպես ասած, սա զուգահեռ մշակույթ է, սա զուգահեռ աշխարհայացք է։ Այսինքն ես կոնֆլիկտ չունեմ այդ աշխարհայացքի հետ։ Ես ընդունում եմ իր գոյությունը որպես հնարավոր եւս մեկ գոյություն։ Սա կարող է վերաբերվել բազմաթիվ բաների, ոչ միայն արվեստին։ Զուգահեռ տարբեր մտածողություններ, աշխարհներ եւ այլ գործեր։ Եվ կա բնականաբար սիտուացիաներ, երբ որ խոսքը գնում է ուղղահայացության մասին։ Այդտեղ առաջանում են իրական կոնֆլիկտներ, որոնք նույնպես հիմքում չունեն չարություն։ Սրանց նպատակը ինչ-որ բան պարզելն է կոնֆլիկտի միջոցով։ Երբեմն նիհիլիզմը ունի իր հիմքում ուղղակի շղթելու առանց նույնիսկ փորձելու ճիշտ հասկանալու, որ դու ուզում ես դա շղթես, թե չես ուզում, բայց ներսիցդ կա մի հատ տենց ցեց, որ ասում է, որ պետք է շղթել, որտեղ սա գալիս է հիմնականում դրանից, որ երբ որ շատ ժամանակ չժղթելը չի օգնում, մարդիկ փորձում են ժղթելու միջոցով ինչ-որ բան հասկանալ, ինչ-որ բանի հասնել։ Այս կոնֆլիկտը շատ ժամանակ ստեղծվում է ինչ-որ բանը չիմանալուց, չպատկերացնելուց կամ երբ որ մարդկային որոշակի հատկանիշներ են խառնվում այդ կոնֆլիկտին, այսինքն երբ որ դիմացինը սկսում է ճնշել մյուսին, Արժեքների դեգրադացման մասին երևի պետք է խոսալ, շատ կարևոր է ու շատ ակտուալ է ինձ թվում, հա։ այդ խնդիրը շատ բաներ ունի, շերտեր ունի ու գիտես ոնց միշտ երբ որ խոսում ենք լավագույն օրինակը, որտեղ ունենք արժեքների կայացած համակարգ, մեր միջնադարն էր, մանավանդ մշակույթի ասպեկտով կամ մշակույթը ժամանակը տանում է դեպի դեգրադացիա եւ այդ ժամանակի ֆունկցիան է ինչ-որ տեղ նայել։ Հիշում ես մի անգամ խոսում էինք, ասում էի, որ այդ արեական համակարգի մեջ այդ բառից պետք չի վախենալ։ Արժեքների համակարգը այդ արիների մոտ շեշտը դնում էր հետընթացի վրա, այսինքն ժամանակի ընթացքը, պրոգրեսը ժամանակի ընթացքով համարվում էր բացական երևույթ, ոչ մի լավ տեղ չբերող երևույթ։ Եվ բնական է այդ իմաստով այդ դեգրադացիան։ Կար կայացած արժեքների համակարգ, մինչև միջնադար, որտեղ երաժշտությունը, ես շատ գիտեմ, մյուսը, հոգևոր դաշտը, եկեղեցին, տաճարաշինությունը, մյուս բաները, ամեն ինչը շատ ներդաշնակ են, այսինքն կար արժեքների համակարգ։ Այսօր երևի կա էլի որոշակի համակարգ, բայց իր չափանիշը շատ ավելի ցածր է ըստ իս։ Գիտես, երբ որ ամեն անգամ տեսնում եմ այդ նոր կառուցվող եկեղեցիները,
Միշտ մտածում եմ, այդ ամեն ինչը նման է մի հատ process-ի, որը իրականում անում է հակառակը, քան ինչին ինքը պետքա ծառայի, որտեղ վերականգնվում է մարմին, որը չունի բովանդակություն, որը զրկված է բովանդակությունից, որովհետև ինչ եկեղեցու մասին է խոսքը, երբ որ պարզվում է, որ Հայաստանում կան լիքը որբանոցներ ու չգիտեմ հոգեկան հիվանդների կոնցլագերների կարգի տեղեր եւ բավական շատ, որտեղ մարդիկ տառապում են եւ այլն։ Խնդիրը սոցիալական ասպեկտը չի, որ ափսոս են այդ փողերը։ Դրա մասին թող մտածեն ուրիշները։ Խնդիրը այն մշակութային իրավիճակն է։ Մեղք է կառուցել թանկարժեք տաճարներ այն պարագային, երբ որ մարդիկ կան կոնցլագերներում ապրող, հիվանդներ կամ որբեր կամ չգիտեմ ինչեր, կամ այդ որբերը ինչի հանգար սկսեցին այդքան շատանալ այս երկրի երեսին, երբ որ նման բան չկար։ Գիտես, երբ որ ես փոքր էի, մի անգամ պապս գրքերից մեկի մեջ տեսավ մի հատ նկար, հայտնի նկար է շատ, վանեցի կինը որբուկների հետ։ 70 տարեկան էր այդ ժամանակ ու սկսեց լացել հոնգուր։ Ես զարմացա, որ դե նկար է, բարձ ինչ-որ նկար է։ Ոնց կարող էր այդ նկարը։ Իրան վիրավորում էր այդ բանը, որ որբուկներ են։ Քո գործը այդ Հովնան Մարգարեն ոնց ստացվեց։ Այդ շրջաններից մեկն էր ու Հովնանը դարձավ տենց մի հատ մեծ շրջանի ամենակարևոր իրադարձությունը, զնակը։ Իսկ բովանդակությունը նրանումն էր, որ այդ Հովնանի հայտնի աղոթքի վերջը հանճարեղ է, եթե տենց քիչ բառ կարելի է օգտագործել իր համար։ Այնտեղ sense մի բան է ասում, փրկությունը Աստծունն է։ Իմաստով որ Աստծուց է։ Այսինքն մի հատ ֆունդամենտալ պահ եկավ այդ ժամանակ իմ մոտ, երբ որ ես հասկացա, որ մարդ ընդհանրապես կարող է փրկվի կամ չփրկվի միայն Աստծո կողմից, այսինքն մարդկային ճիքը ընդամենը փորձ է փրկվելու կամ չփրկվելու, իսկ փրկությունը Իրանից է միայն։ Իսկ այդ փրկություն կոչեցյալը միշտ իմ համար եղել է ամենակարևոր չափի մոդուլը, միավորը, որովհետև շատ հաճախ որևիցե բան գնահատում եմ այն իմաստով, ինչքանով է ինքը փրկում։ Ինքը պուճուրիկ փրկող է, ինքը շատ փրկող է, ինքը գլոբալ փրկող է, ուր ալներ այդ գլոբալ փրկողը։ Մի խոսքով, այդ փրկելը ամենաֆունդամենտալ բաներից մեկն է հասկացողություններից, որով չափում ես ամեն ինչ։ Իսկ Հովնանը ցույց էր տալիս ճանապարհ։ Հովնանի հակառակ ճանապարհի վրա բավական մեծ մշակույթ է նստած եւ մանավանդ 20-րդ դարի վերջին այդ տաճարաշինությունն է, մարդու գերագնահատումը, այսպես ասած, որ մարդը կարող է ինքը իր համար ստեղծել, չգիտեմ, այդ ամեն ինչի հիմարություն է, իմ կարծիքով։ Մարդը ունի որոշակի հնարավորություններ, որոշակի ուժ, որոշակի աշխատանք եւ այլն, բայց այդ փրկության առումով բնութենական շատ խորքային իմաստով մարդը ընդամենը մի հատ լուլե է պուճուր, որ տառապանքի է դատապարտված ուրիշ ոչինչ։ Միջեի մոտ sense մի տող կար, Աստված մեռավ։ Ես դեռ չեմ կարող նման մի բան ասել, եւ փառք Աստծո, որ չեմ կարող ասել, բայց ես զգում եմ, որ ինչ որ բաներ կատարվում են, ինչ որ փոփոխություններ կատարվում են, ինչ որ բաներ փորձում են ճշտել եւ այդ մի քիչ դժվար է այդ ժամանակ ասել իմ մոտ ես եւ այլը, որովհետեւ դրանք process-ներ են, որ կատարվում են ընդհանրապես։ Մենք կանգնած ենք 21-րդ դարի նախաշեմին եւ ինչա սպասվում այնտեղ Աստված գիտի եւ մի բան կարելի է հաստատ ասել, որ սպասում կա։ Այսինքն զգացում կա սպասումի։ Մի քեսիչ տարածք է, ամենտեղ կերամիկա ինչ-որ հատվածներ է թափ-թփած, չես հասկանում ես, այս քոնն է, հա, երևի։ Ես կատակով ասում եմ, որ իմ անձնական հնագիտական տարածքներն են, իրականում հայաստանյան terra incognita-ներից մեկն է ընդամենը, մի հատ տարածք, որ ոտի տակ չի տրվել տուրիստների, հնագետների կամ մյուսների կողմից, ու ինքը իմ համար հետաքրքիր է մի հատ ուրիշ տեսանկյունից, որ երբ որ անցնում ես այս տեսակ տարածքների կողքով, որ արտաքուստ քարերի կույտեր են կամ չգիտեմ ինչ են, այս կողմ են կողմ, մի քիչ փորձում ես շփվել իր հետ, վերապրել, զգում ես, որ ընկնում ես մի հատ ուրիշ աշխարհ, ուրիշ ժամանակ, ուրիշ չափողականություն ու ինքը գնալով հետաքրքրանում է։ Իրերս գտնում հենց մակերեսից, որ ինչ-որ բաներ են պատմում, ինչ-որ փորձում ես վերականգնել այդ ժամանակները ու այդ անցուդարձը, որ կատարվել աստեղ հազարամյակներ առաջ։ Տարօրինակ բան է, բայց այդ տեսակ լուսնային լանդշաֆտներ են, էլի։ Այդ նոր Տիգրանը, որ գտավ այդ քարը, որ շատ լավն է, ես նմանը չէի գտել։
Շատ լավ գործիք է օբսիդիանից եւ շատ հետաքրքիր է, երկար պատմություններ ունի իր տակը։ Մոտակա հանքը, որտեղից բերել են օբսիդիանը, մոտավորապես 30-40 կիլոմետրի վրա։ Սա պուճուր դաշունի ֆունկցիա է կրել իմ կարծիքով, կտրող գործիք է բոլոր դեպքերում։ Շատ լավն է, նմանը մինչև հիմա չէի հանդիպել, շատ լավ օրինակ է։ Այնքան լավ է, որ մարդ ճիշտ օպերատոր է ունենում։ Ինչի դու մտարես ամեն ինչի մեջ, հնագիտական ինչ-որ հոդվածներ ունես։ Կար մի հատ ասպարեզ էս ամեն ինչի մեջ, որ իրականում ինձ ավելի շատ դա է հետաքրքրում։ Մեկ ընդհանուր մշակութաբանական կոնտեքստը վերականգնելը, բովանդակությունը վերականգնելը հնագիտության միջոցով։ Երկուս ավելի կոնկրետ սեմանտիկ անալիզները, սեմանտիկ վերլուծությունները, այսինքն ավելի ճիշտ նշանի սեմանտիկայի պատմությունները, որ ես համարում եմ, որ ամենակարևոր ու շատ հետաքրքիր ասպարեզներից մեկն է։ Այսինքն փորձ նշանի միջոցով, պատկերի միջոցով վերականգնել իր տակը, իր շուրջը թաքնված մշակույթ։ Կարելի է համարել, որ դուք Յունգի հետ այդ հարցում ինչ-որ համախոհներ եք։ Յունգի հետ համախոհ լինելը իհարկե շատ հետաքրքիր կլիներ։ Հաճելի։ Հա։ Բայց ես քեզ մի բան կասեմ, որ աշխատություններից մեկը կարդալուց ես իր հետ անընդհատ տենց դիալոգի մեջ եմ առումով, որ արխետիպերի առումով որոշ նշանների վրա բավական սենց ընդհանուր մոտեցումներ ունեինք։ Եվ վերջում պարզվավ, որ այն թեմաները արխետիպային, որ ինձ հետաքրքրում են, իր ամենասենց շատ գործածելի արխետիպերն են, այսպես ասած։ Արխետիպը ինքը ընդհանրական բան է։ Դա բնական է, բայց մի քիչ չափից դուրս էր այդ նույնականանում։ Նշանը կարևորագույն բաներից մեկն է, որ հիմա չգիտես ինչի շատ հետ է գնացել, որտեվ երբեմն նույնիսկ կարող է հանրապետության զինանշաններ ընտրվեն շատ պատահական եւ շատ չգիտեմ ինչ։ Իսկ ինքը մի հատ ծրագիր է, այսպես ասած, որ դրվում է եւ աշխատում է։ Իրանք մեռած բաներ չեն, պատկերներ չեն, իրանք աշխատում են։ Երբ որ նույնիսկ վտանգավոր է, երևի հենց այդ էներգիան, որ կրում է ինքը իր մեջ։ Անպայման, ինքը կարող է այս կամ այն գործը անի։ Աշխարհի ընկալումը ինտելեկտի միջոցով է քո մոտ, թե զգայարանների, այսինքն ճանաչողության խնդիր է։ Ավելի կարևորվում է իմացական ճանաչողությունը, իմ բaragային կոնկրետ եւ ավելի շատ շեշտը դրվում է բովանդակություններ եւ բովանդակային կառույցներ հասկանալու վրա։ Եվ այդ նաեւ ինչ որտեղ նորից առնչվում է այդ հնագիտական եւ լանդշրջանների հետ եւ այլն։ Ինիրի, որտեվ նրանց մեջ նորից կա այդ բանը, բովանդակության վրա շեշտ դնելու խնդիրը։ Մի տարբերությամբ, որ այն ժամանակ բովանդակությունը նաեւ աշխատում էր, այսինքն որոշակի ֆունկցիա էր կատարում։ 20-րդ դարի վերջին փոխվել է տեխնոլոգիաները դրանց կապի։ Բայց բոլոր դեպքերում միշտ ես կողմնակից եմ իմացական խնդիրների կամ բովանդակության եւ այլն։ Սա ավելի մոտ է, ավելի հարազատ է ընկալելու համար։ Եվ ինչքանով է դա արվեստ դառնում, շատ պարզ, որովհետեւ երբ որ այդ իմացականությունը շատ կոնկրետանում է, այսպես ասած, ունենում է հավակնություն կատարյալ լինելու, ինքը դառնում է գիտություն կամ նման մի բան, ճանաչողական որևիցե ստրուկտուր։ Այս պարագային, քանի որ այդ ճանաչողությունը բավական անորոշ է եւ ունի անորոշության մեծ դաշտ, մառախուղ, այդքանով ինքը դառնում է արվեստ։ Global Village-ի պատմությունը, որ շատ հետաքրքիր է, շատերը գիտեն, մեծ գյուղի խնդիրն է, որ մարդկությունը ի վերջո այս ամեն ինչի հաշվին մի օր վերածվելու է մեծ գյուղի, ոչ թե մեծ քաղաքի, որտեղ մինիմում կոմունիկաբել վիճակ կա, այլ գյուղի, որտեղ գիտես, որ հարևանի հարսը ինչ-որ պրոբլեմ ունի, ենթադրենք կամ չգիտեմ ինչ։ Դա ցանկալի է նույնիսկ, ինչքան արագ, այնքան լավ, որովհետև նախ հնարավոր էլ չի պայքարել կամ իմաստ էլ չունի պայքարել դրա, բայց արժեքների իմաստով միշտ պետքա չկորցնել այդ թելը, հոգևորի թելը։ Հետաքրքիր է, չէ՞, այդ բանը, որ մի ժամանակ տրանսցենդենտալ այդ բոլոր գիտություններում կա այդ, որ մարդկությունը մի գյուղ ա եղել հենց սկզբում։ Այդ իր կարողություններով, տելեպաթիայի, այդ բանը լևիտացիա, չգիտեմ ինչ, ու մենք հիմա տեխնիկայի միջոցով վերադառնում ենք դրան։ Հա, որովհետև գիտես ոնց, մարդիկ դատապարտված են կապի։ Ինչքան էլ մեծագույն խնդիրը այդ օտարում կոչեցյալը, որ պրոբլեմա դարձել աշխարհի համար այսօր։ Մարդը իր բնույթով կոմունիկաբել է, այսինքն լինելով բնականաբար առանձին միավորներ, մարդը իր բնույթով սոցիալական է, ինքը մի մարմին է, ինքը մի ես է։ Մի հոգի է նաև եւ միշտ փորձում է որևիցե միջոցներով նորից վերականգնելու այդ ընդհանրականությունը։ Այս ճանապարհը հաստատ չի վերականգնի այդ ընդհանրականությունը։ Ինքը տեխնիկական մի հատ շանս կտա ինչ որ մի հատ ավելի ներքևի մակարդակի վրա ստեղծել կոմունիկացիոն
լայն հնարավորություններ, լայն դաշտ։ Եվ այդ իր հերթին կբերի նոր ինչ-որ վիճակների, նոր տրամադրությունների։ Մի խոսքով ես կարծում եմ պետք չի դրան դեմ լինել եւ այլն։ Եվ հնարավոր էլ չի դեմ լինել ամբողջ խնդիրը դրանում։ Դա ժամանակի հոսքն է եւ ինքը ինչ որտեղ ինքը կբերի կհասցնի կտանի։ Այդքանը։